Բարևձեզ Factor TV հյուրը հաղթանակ կուսակցության նախագահ ուրբանիստ Վիկտոր Մնացականյանն է, ողջույն պարոն Մնացականյան։ Մինչ քաղաքային հարցերին անդրադառնալ, որը ես գիտեմ ձեր սիրելի թեման է, հատկապես Երևանի առնչությամբ, ինչպես է գնահատում Հայաստանի ազգային ժողովի կողմից այսօր Եմենի անդամակցելու process-ի մեկնարկ նախատեսող օրենքի ընդունումը որպես քաղաքական ուժի ղեկավար, աջակցում եք նման գաղափարին թե ոչ։ Ես որպես կուսակցության ղեկավար եթե պատասխանեմ, ուզում կարելի եթե կարելի շատ կարճ, որտեղ անցնենք ավելի Երևանյան խնդիրների, որտեղ ես գիտեմ դուք ավելի շատ եք, իհարկե ողջունում եմ, որտեղ յուրաքանչյուր դեմոկրատական իրական բաստիոնին մոտիկանալը կամ դառնալը միայն ողջունելի է, որտեղ ես ինքս մասնագիտությամբ իրավաբան եմ եւ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության կարելի ասել մասնագետ եւ աշխատել եմ տարբեր սկսած մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից մինչեւ արտադրության նախարարություն եւ ազգային ժողով։ Բայց եթե դա իրական է, եթե դա ընդամենը ուղղակի իմիտացիա չի, ոնց որ Երևան ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում, դա ընդամենը աշխատանքի իմիտացիա է եւ տենց կիսատ քայլերով չի լինի, բայց եթե դա բնականաբար չի լինի մեր մնացած գործընկերների եւ ընկերական եւ տարբեր եղբայրական պետություններ ազգեր նեղացնելուն, ոնց որ Վրաստանն է, Պարսկաստանն է, Ռուսաստանն է եւ այլն, այսինքն չի կարելի քաղաքականություն հատկապես այդ վեկտորը անել ինչ որ մի բանի հաշվին, որտեւ Երևանում շատ բաներ հիմա նկատվում են որպես մայրաքաղաք Երևան ասելի նկատում են որպես ազգային ժողով, կառավարություն, արտգործնախարարություն, ոնց որ իմը տպավորությունն է մարդիկ լավ չեն տիրապետում իրենց աշխատանքը եւ կամ շատ հարցերում զլանում են կամ իրականում ուղղակի չգիտեն ինչ պետք է անեն, առողջան արտանում են, որ այսօր մի բանով փագեն, հետո վաղը մի բանով մի ծակը փագեն, ոնց որ մոտավորապես աշխատում է այսօրվա Երևանի քաղաքապետարանը կամ մնացած այլ մարզպետարանը։ Եվրոպական երկրներում, օրինակ Եվրամիության երկրներում ինչպես են վարվում ծառերի հետ, հատկապես քաղաքային ծառերի հետ։ Մինչև կարամ ասեմ ինչպես են վարվում ծառերը հատողների հետ։ Հարցս խմբագրենք ուրեմն։ Ինչպես են վարվում ծառերը հատողների հետ։ Այդտեղ արդեն կոնկրետ քրեական օրենսգիրքի արդեն տարբեր մասեր կա ըստ ծանրությունների։ Ծառը, թուփը, այնտեղ անգամ խորը էտելն է մեծ խնդիրներ, չեմ ասում, իսկ դա շատ մեծ ստորություն է քաղաքի հանդեպ, բայց մինչև եվրոպական գալը մի հատ հետաքրքիր բան ասեմ, ես մի հատ ընկեր ունեմ Պարսիկ, շատ հետաքրքիր եւ շատ խորը անձնավորություն է եւ այդ ժամանակ ինքը Երևանում էր, անցած տարվա էս, որ կտրում են Մոսկովյանի, ինքը տեսավ այդ իմ էմոցիոնալ վիճակը, քեկել էր մեկն էս ես այդ լարված այդ պահի մի քանի օր եկել այնքան տանիքով տեղին գնում, բայց ես այդպես անտրամադիր հետաքրքիր բան ասես, որ մինչև հիմա մեջս տպավորվել ասում եմ, ես քեզ հասկանում եմ ընկերս, որովհետև մեզ մոտ Պարսկաստանում եւ նաեւ ֆարսիով, պարսկերեն լեզվով մենք ծառին ասում ենք հոգի։ Մենք չենք ասում քանի հատ ծառ կտրվեց, ասում ենք քանի հոգի կտրվեց։ Եվ գիտեք, ես մի տարին իմ մեջ անընդհատ այդ միտքը սենց իմ լեզվամտածողության մասով, այդ մեր հարևան եւ եղբայրական երկրի ու ես շատ խորն որտեղ մեր շատ կապեր իհարկե շատ ամուր էր, բայց ես եկա նրան, որ ես հասկացա, որ այս անգամ օրինակ այդ նույն Թումանյանի ծառերը կտրվեցին, ես հասկանում եմ, որ դա համար մենք գրել էինք, որ նրանք են երևանցի։ Հիմա երևանցի, մեզ երևանցիներից, ասենք ոնց որ ինձ համար, ասենք եթե ասում են 80 թեղի են ոչնչացրել, կտրել, որտեվ ես ասում եմ, որ 80 հոգի երևանցի պրոստը սպանել են։ Բայց ասում են, որ նրանք հիվանդ են եւ անբուժելի եւ չորացած։ Եթե կոպիտ պատասխանեք, ասեմ իրենց ուղեղն է հիվանդ եւ չորացած, բայց դա տենց չի եւ մենք եւ նաեւ մեր քաղաքային պլանավորման ինստիտուտով եւ տարբեր իրավաբաններով եւ տարբեր խմբերում տարբեր լավագույն իրավաբաններ, երբ որ մենք քննարկել ենք, հենց այս Երևան քաղաքում ծառայությունների իրականացման իրավական հիմքերն են ուսումնասիրել, սկսած Երևան քաղաքի մասին տեղական ինքնակառավարման մասին օրենքը, քաղաքապետի որոշումներ, ավականու որոշումները, կառավարության կարգը, ընդհանրապես սկսած նաեւ այդ իր բնապահպանության վարչության լիազորությունները, հողագի փոխհարաբերությունները ինչ որ մի օր սա դառնալու է շատ մեծ իրավական հետապնդման նաև հիմք, որ հետագայում կդառնա նաև քաղաքական, ես ավելի քան համոզված եմ եւ սրա համար։ Դուք պնդում եք, որ իրավունք չունեն
կտրելու ծառը։ Նկատի ունեք այն որոշումը դատանի, որ արգելանքեր դրվել Երևանի քաղաքապետարանի գործողությունների վրա մինչև դատական ակտի արկայությունը ազգային առաջընթաց խմբակցություններ այդ հայցը ներկայացրել ժամանակավոր միջոց, բայց հետո ոնց որ վերաքննիչը վերացրեց, բեկանեց եւ ըստ էության ծառատումների արգելքը վերացվել էր ամեն։ Ես չեմ կարող ասեմ դրա հետեւի ինչն է, որովհետեւ այսօր ինչ տեսնում ենք քաղաքապետարանում ինչա կատարվում, ասենք բոլոր տիպի, ասենք կոռուպցիոն այդ սկանդալները վերջացրած շահերի բախումը, որն իմ մոտ տպավորությունն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդհանրապես չգիտի ինչա նշանակում շահերի բախում, չգիտի ինչա նշանակում կոռուպցիոն ռիսկեր, չեմ ասում կոռուպցիայի մասին, չեմ ասում կաշառակերության մասին։ Երկու այդ շահերի բախում եւ կոռուպցիոն ռիսկեր, որտեվ չգիտեմ, այսօրվա վարչապետը երբ որ տենց բարձրաձայնում է եւ գնում է ձեր ասած նաեւ փորձում է եվրոպացի գործընկերների հետ նստել, պետք է նստեն հասկանան, արդյոք հնարավոր է եվրոպական որևէ մայրաքաղաքում մի մարդ, ընդհանրապես մի մարդ որոշի, որ այդ ծառերը պետքա առողջեն թե չէ, ծառերը հատվեն թե չէ, տեղափոխվեն թե չէ, հասկանում եք։ Սա մեծ խնդիր է եւ ես ձեզ եւ երևանցիներին հավաստիացնում եմ, որ կգա ժամանակը, որ մենք ես պարբերաբար դա պետք է ասեմ, որ իրանց հասնի, որ շատ մեծ շարժում է սկսվելու եւ շատ մեծ այդ նկատի ունեմ հակակրանքի եւ նաեւ իրավական հետևանքների, հա։ Եվ մենք շուտով կտեսնենք դրա իրավական հետևանքները։ Եթե իրականում կա, եթե չկա իրեպետությունը չանի, համոզված եղեք կլինեն ուժեր, որ շատ ավել կարձագանքեն այդ ստորաբար արած Երևանի հանդեպ եւ երևանցիների հանդեպ, հատկապես այս փոշու աղտոտվածությանը, չգիտեմ, այդ գլոբալ տաքացումներին։ Ընդհանրապես գնացեք տեսեք Երևանում քանի 100 հատ, չեմ ասում քանի 1000 հատ ազատ բնաբաժակ է Երևանում։ Այսինքն ազատ բնաբաժակները թողել են, Ռոբերտ ջան, գնում են ձևական Թումանյան փողոցի թեղիների հետևից են ընկե։ Եվ շատ չեն հասկանում, որ թեղիները ընդհանուր, հենց ինչի էր հենց թեղի, չէ՞, որովհետև թեղի որտեղ ժամանակին, երբ որ Թումանյան փողոցը կառուցում էին, ինքը դեռ շատ այդ կոնդից այդ ժամանակ քարհանք էր կոչվում այդ կողմերից կամ Նորքի կողմերից Արանջի գալիս են այդ փոշիները եւ թեղին ամենալավ կլանողներից էր բայց այդտեղ նաեւ ինքնության մաս կա Երևանի այսինքն բնապահպանության վարչությունը եւ այդ հողակը իրավունք չունեն դա անեն օրինակ առանց մշակույթի նախարարության կամ չգիտեմ համապատասխան Երևանի պատմության թանգարան չգիտեմ տարբեր կուրացիոն այլ մասնագետների հետ խոսելու, որովհետև եթե հիմա դու Երևանում փորձես մի հատ շենք ես կառուցում, հատկապես կենտրոնում, ասում են գնա մշակույթի նախարարությունից ես իմ թուղթ բեր։ Մեկը կաֆե անում, կաֆեի վրա մի հատ մարկիզա պետքա դնի, ասում են գնա այս շենքի պետքա մշակույթի նախարարությունը թույլ տա։ Իսկ այսինքն մշակույթի նախարարությունը չունի համապատասխան բաժին, որ ասի օրինակ սա Երևանի ինքնության մաս ենք ասում։ Ես շատ կուզենայի մեր Երևանի պատմության թանգարանի տնօրենը կամ ղեկավարությունից մարդիկ լինեին, որ կարողանային բարձրաձայնել, ասել, օրինակ չես կարող, որտեղ ոչ մեկի մտքով երբևէ չի անցնի, չէ՞, Ֆրանսիայի, ասենք, Շանզելիզեի այդ փողոցի պլատաները կամ Կիևի Կրիշատիկի այդ կաշտանները որևէ մեկը փոխի կաշտանի տեղը դնի բիրյոզա։ Որտեղ ամեն ինչը ունի կամ ճապոնական, թագավորական այդ կարևոր այդ այգիներում գնանք սակուրան հանեն, բերեն դնեն մեր ծիրանը։ Դա մի քիչ հասկանում ենք, չէ՞, ինչքան անտրամաբանական է։ Հիմա բացի որ իրավական չի, երկրորդը անտրամաբանական է եւ երրորդը նաեւ բարոյական եւ այդտեղ պատմամշակութային առումով սխալ է Երևանի հանդեպ։ Դուք ասացիք մեծ շարժում է սկսվելու, ինձ հետաքրքիր է այդ շարժման մեջ լինելու են ռուսներ, ովքեր ուզում եք ասեք հայեր։ Շատ լավն էր միջամտությունը։ Բայց ռուսների թեմատիկան շատ այսպես հետաքրքիր է, նրանք ոչ միայն պահանջում են քաղաքային իշխանություններից հոգատար վերաբերմունք ծառերի բնության նկատմամբ, այլև իրենք բնապահպանական տարբեր շարժումներ են գործարկում, բայց դա չէր խանգարում Հանրապետություն կուսակցության ավականո անդամ Անի Խաչատրյանին այսպես արձագանքել ռուսներն ով են որ գան իմ քաղաքում, հա, որևէ բնապահպանական ակցիա անեն։ Այ ովքեր են ռուսները, արդյոք նման հայտարարությունը ճիշտ է, ինչ եք մտածում։ Ես չուզենա այս հարցին պատասխանել, որովհետև ենթադրում եմ կարող ինչ-որ մեկին մի քիչ նեղացնեմ, բայց հատկապես Անին չուզենա, որովհետև Անին ինձ օտար մարդ չի, մենք Անի հետ գործընկերներ ենք եղել, աշխատել ենք որպես ավականո անդամ։ Այ ով իրավունք ունի բնապահպանական հարց։ Բնապահպանական հարց աշխարհի միակ հարցն է, որ կապված չի որևէ բանի հետ, որովհետև ես հիշում ժամանակից իմ ընկերներից մեկը չեմ հիշում, ասում էր, որ նույնա ոնց որ մոտավորապես եմ ասում, ոնց որ այդտեղ Անին որ դուրս եկավ, ես իրան տեսա հերվից, որ դա ես չգիտեի որ ինքը դա է ասում։ Նույնա ոնց որ մեկը գա, ասի օրինակ դա խուճուճ մազերով տղա կար,
կամ ասենք հարթաթաթեր կային, ասենք չես կարող հարթաթաթեր իրավունք չունեն խոսան բնապահպանական խնդիրներից։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր մեր ռուս կլինեն, այնտեղ անգլիախոս կար, տարբեր ազգությունների մարդկանց, եկեք չմտնենք, այդ դա շատ վտանգավոր է, բայց եթե անի ընդհանրապես ընկերաբար կասեն, որ չի կարելի մտնել այդպես բանի մեջ, որովհետև եթե իրականում անկեղծ լինենք, անին այդ ժամանակ դա խոսում էր, գիտեք որտեղ Ռուսաստանի հրապարակում։ Այդ հրապարակը քաղաքը ոչ մի Ռուսաստանի հրապարակ։ Քաղաքապետանի հետևի շենքը Ռուսաստանի դեսպանատունն է եւ 84 թվականին, երբ որ հիմնադրվել է Ջիմ Թորոսյանի նախագծով այդ քաղաքապետանի շենքի մեծ մասը վճարել են Մոսկվայից, հասկանում եք։ Դե ուրեմն պետք է Անի Խաչատրյանը մի քիչ ավելի սկզբունքորեն գտնվի, օրինակ չգնա գործի այդ շենքում աշխատի, ասի ես կգնամ կաշխատեմ Բյուզանտ այն որ մեկ հասցեի շենքում, հա, կամ այդ հրապարակով հետևի մուտքից դուրս գան, որ Ռուսաստանի իհարկե դա կատակով եմ ասում, ես Անին շատ սիրում հարգում եմ, չեմ ուզենա, բայց ես շատ ցավում եմ, որ իրականում նայեք Անյանց կուսակցությունը հիմա գնում է դեպի ձեր ասած եվրոպական Եվրակրել մաս է հանրապետությունը։ Բայց այս Եվրամիության առաջերտին նաև չի խրախուսում որևէ տիպի շովինիզմ։ Ես օրինակը կատակով բերում եմ հարթաթաթերի, խոճուճների կամ անգամ չգիտեմ կարան ասենք ես մի քիչ քաշով շատ եմ, դասեն չէ նիհաները պետք է գան, Վիկտոր Մնացականյանը չի կարող գա, որտեվ իր քաշը։ Շնորհակալություն։ Կարող իրավունք վաստակել եք։ Դա համար դուխով գնացեք անգնել էի, հասկանում եք։ Դա իհարկե Իսկ նրանց ակտիվությունը ընդհանրապես շատ ողջունելի է, շատ լավ։ Այդ կնկարագրեք։ Դե մախր Անին եւ մնացածները շատ Facebook-ում մի քանի անգամ փորձեցի տարբեր մեկնաբանությունները ընկերների պատասխանել, բայց ես հասկացա մտնում ես ինչ որ պրոբլեմատիկ բանի մեջ էլի, տենց քաշքշուկի գիտեք ո՞րն է հարցը, որ մեր այդ ընկերները, ասինքն Ռուսաստանից եկած, եթե ինչ-որ բաներ համաձայն լինեն Ռուսաստանի այսօրվա քաղաքական իրավիճակի, մարդիկ չեն գա։ Այսինքն դա արդեն իրանց համար մի հատ սիգնալ պետք է լինի, չէ՞ որ այդ մարդիկ ասենք դավանում են։ Պատերազմական ռուսներ չեն, այսպես ասած, էլի, հա։ Երկրորդը իրանք շատ ավելի կազմակերպված են շատ հարցերում, քան մենք։ Ես այն ամենասկզբում Telegram-յան ալիքների որոշ խմբերին մասնակցեցի, ես չգիտեմ որ Telegram-ը ունի տենց հնարավորություններ տարբեր յեթախմբերի։ Ուրեմն դուք չեք պատկերացնում ինչքան ադմինիստրատորներ հայտնվեցին, ինչ պատասխանատվությամբ արեցին, ինչ պատասխանատվությամբ եւ ինչ հետաքրքիր փորձով տարբեր սկսած քաղաքային պլանավորողներից մենք ամբողջ Երևանում ես ասենք զբաղվում ուրբանիստիկայով, բայց ճանաչում 1-2 երևանցի կամ հայ քաղաքային բան, լանդշաֆտային ճարտարապետ կամ լանդշաֆտային օրինակ դիզայներներ, այնտեղ տասնյական, բավականին մեծ փորձով տարբեր տեղեր աշխատելու։ Իրանք նույն այս օթի աղտվածության հարցը առաջ բերեցին իրանք։ Իրանք առաջինը հիմա արդեն մի քանի ստարտափեր են ստեղծել, որ դու կարողանում ես շատ ավելի էժան ոչ թե քաղաքապետանի պես $1000 առնես, այլ մի քանի հազար դրամով կարողանում ես քո տան համար այնօր տեսնես, չէ՞, ամպիկ սիրուն բանը կպցնես, դու միև միանաս այդ ցանցին, շատ մեծ օգուտ են տալի։ Բայց այստեղ եթե իրականում եւս անկեղծ լինենք, մենք երբ որ 20-ական թվականներին Ալեքսանդր Մյասնիկյանը եկավ, չգիտեմ, Գրիգոր Աղասի Խանջյանի հրավերով տարբեր մարդիկ էլ չեմ ասում մնացածների, նաեւ Գրիգոր Արտեմի Հարությունյանի հրավերով, այդ ամբողջը Մարտիրոս Սարյանից սկսած Ալեքսանդր Թամանյանից, չգիտեմ, Հրաչյա բոլորին մենք հրավիրել ենք, բոլորին։ Արամ Խաչա, որևէ մեկը իրականում եթե որ տենց վերցնենք Երևան, այստեղ ազգությունը շատ տգեղ եւ շատ մութ անտառա, որը ես ընդհանրապես կուզեմ մեզ մոտ ընդհանրապես այդ խոսույթը վերանա, բացարձակապես, որտեղ դա լավ բանի չի բերելու եւ մենք նեղացնելու ենք շատ շատերին, անտեղի տեղն նեղացնելու։ Շատ լավ, հասկանալի է ձեր գնահատական, բուսաբանական այգում էլ այսպես կոտորած տեղի ունեցավ, հա, ծառերի, ընդհանրապես ինչպես է ընդհանրապես ձեր գնահատմամբ քաղաքային իշխանությունը կառավարում բնական բնության ֆոնդը, երբ որ նրանց քննադատությունը հնչեցվում, ցանկ են բերում, թե քանի անտառներ են, այսպես ասենք, հիմնել։ Ես կարող եմ դրանք թվարկել, եթե թվարկեք, մենք գիտենք եւ դա հիմա այս խմբում մենք նաեւ քննարկել ենք, մենք իրանք հայտարարել են 35 հեկտար եւ իրանք հայտարարել են, որ մենք էլ է ճիվը բան մատի լայնության, բան լեսա։ Ինչքան համապատասխանում, քանի հեկտար են արել, այսօրվա դրությամբ քանի բնաբաժակ է Երևանում ազատ եւ ինչ հաստության եւ ինչ տարիքի բոյի ծառեր են տնկել։ Ընդամենը 3 բան եմ ասում, բայց հավատացեք, այդ 3-ը դառնալու է 10 եւ իրենք ամաչել են իրանց այդ սուտ խոսալու եւ մնացած բաների պատճառով։ Այստեղ որ դուք հասկանաք, որ իրանք համակարգային չեն մտածում։ Եկեք օրինակ վերցնենք եւ հասկանանք իմ ասած որ ամեն ինչի մեկ է ոնց որ մշակույթը կապված է, չէ, բնապահպանության հետ։ Անցած քննարկման ժամանակ քաղաքապետարանում
որոշ երիտասարդներ գորգրում էին, ասում էին, որ օրինակ նույնը ինձ ասենք փորձում էին կշտամբել, որ մեր ասենք ընտանիքը ունի, ասենք ձորում ռեստորան, այո, եւ ասում են ռեկրեացիոն գոտում։ Ռեկրեացիոն գոտին հավանաբար երևի անփորձության պատճառով շփոթել են, ասենք արգելանոցի հետ, արգելավայրի հետ եւ այլն։ Ռեկրեացիոն գոտին թարգմանվում է հանգստի գոտի, եւ որտեղ միջազգային փորձը հանգստի գոտում պետք է լինեն կաֆեներ, ժամանցի վայրեր, մարզական ինչ որ հնարավորություն եւ ընդհանրապես ճեմուղիներ եւ այլն, ամբողջ շինարարությունը չի արգելում, նախ մենք որևէ առաջինը, երբևէ որևէ ծառ այնտեղ չի հատվել։ Եվ միայն եւ մեծ գումար է ներդրվել արդեն տարբեր բիզնեսների գիտեք կողմից, բայց նույն մարդիկ թույլատրել են արդեն հիմնականում փոքր, որտեղ այդ մասը չի համարվում փոքր կենտրոն։ Հրազդան կամուրջից դեպի Սուրբ Սարգիս եկեղեցու տակը, այդ հատվածը, չէ՞, այդ կոնյակի գործանի դիմացի հատվածը, ոնց էր Փարաջանովի թանգարան դիմացը, մենք արդեն ունենք մի հատ 22 հարգանի շենքի թույլտվություն, որ անում են Պարոնյան փողոցի վրա, եւ ամենակարևորը Հրազդանից որ նայում ես, հիմա որ մեր շինարարություն Հայկը Դեմոյան եւ տարբեր մարդիկ բարձրաձայնել են դրա մասին, բնության հուշարձան համարվող տարածքում, այդ որը օրինակը կարան բերեմ, մենք բոլորս մեր տուրիստներին տանում ենք Գառնե, ասում ենք սա Քարերի սիմֆոնիան է, չէ՞, ինչքան մեծ աղմուկ եղավ, երբ Քարերի սիմֆոնիայի դեմը դրել են ինչ որ մեկը մի հատ փայտի բուտկա, ուզում էր եսի ինչ վաճառեր։ Ուրեմն այդ նույն Քարերի սիմֆոնիա Երևանի եզակի հատվածում, Երևան քաղաքում, Հրազդանի կիրճում, այդ նույն Գերոջ ասած այդ բանը ռեկրեացիոն գոտիում։ Այ ռեկրեացիոն գոտիում բնակելի շենքեր, հատկապես 10 հարկ եւ ավելին, այ դա չի կարելի անել։ Այդ ժամանակ եթե իրականում խոսում են, խնդրում ուշադրություն դարձեն նման բաների վրա։ Չի լինի դա այդպես բաները չես կարող թաքցնես, հասկանում ես։ Եվ ամենավատը, գիտեք, օրինակ ինձ համար այդ նախին Զորագյուղ թաղամասն է։ Այսինքն այդ կոնդի տակը եւ իրականում Հրազդան ավելի շուտ այդ Խոջապիլավի այդ բանը որ կար, այդ մեր կարմիր հանրահայտ այդ կամուրջը որ հիմա վերանորոգում են, չէ՞, այդ կողքի սեփականատեր հյուրանոցա կառուցել, շատ սիրուն ճաշակով, երևանյան ճաշակով, հա, այդ շատ այդ Ձորագյուղին համահունչ, նաեւ եթե մինչեւ $1 միլիոն չափ վերանորոգում է այդ կարմիր, որ նորագյուղը միացում է այդ առաջով ոնց որ վաղարշապատ գնացող ճանապարհը։ Բոլոր հիմնական Երևանի նկարներում այդ կամուրջն է։ Կամուրջը վերականգնում են, այսինքն պետք է տրամաբանության մեջ չէ, ամբողջը վերականգնեին միջև հետագայում Կոնդ, Կոզերնի տակը եւ այլն տենց գնային միջև Արաբկիր։ Նոր ինչ որ դիզայնով, ասենք սպիտակ, ինչ որ բետոնային, ես ողջունում եմ դա, ես սիրում եմ, ասենք ճարտարապետություն ամեն ինչ պետք է լինի, բայց այդ ազգային ոգին պետք է պահպանվի մեկ, երկրորդը այդ լավ բնության հուշարձանը քանդեցին, բայց ընդհանրապես այդ պատմամշակութային այդ սաղ այդ ամբողջ այդ հատվածը, որը հիմք դրվեց, գիտեք ինչքան այնտեղ հազարավոր տներ են քանդվել ժամանակին, որ ազատել են այդ ձորը, եւ վերևի այդ հատվածը, երբ որ անգամ մեզ քննարկում եղել Փարաջանովը, որ տուն նվիրելու, հա, որ այդ հետո Արմեն Սարգսյանը նախագահ որ տնջոն եկավ այդ վերևի այդ կառույցը, չէ՞, Երևանի մսեր եւ այլ, այդ ամբողջը մի ճարտարապետության մեջ է կառուցված։ Անկամ չգիտեմ, հանրահայտ ասենք մաֆիոզ Գագոյի վետերոկը կամ ասենք այդ Ֆիդասնոց այդ ռեստորանները, այդ ամբողջը, սա մի ոչի մեջ է, բայց չէ, ընդհանրապես մի տարի առաջ ես հանդիպեցի կառուցապատողներ, շատ լավ տղեկ էին ճաշակով, ասեցին դες նախագիծ ունենք ապեզես, ճիշտ ասած շատ չվիճեցի, որտեղ համոզված եմ որ չինթուլտություն չեմ, ասում հա դե ճաշակը լավն է, տարեք Նորագյուղի կողմը դրեք կամ չգիտեմ մի քիչ էս կողմը, որտեղ ավելի քան համոզված էի, որ չեն տա շինթուլտություն։ Եկեմ մի օր արտնասա տեսել եմ տվել են, հասկանում եք, ես այդպես վատ դրության մեջ եմ գա։ Հետաքրքիր, իսկ Կասկադի նախագծի մասին ինչ կասեք։ Այ օրինակ ուզում եմ բերել որ կապե իրար ոնց մշակույթը կապեցի բնապահպանության հետ, հիմա նաև կապեմ բնապահպանությունը եւ քաղաքաշինական խնդիրները, որովհետեւ այս Կասկադի խնդիրը ստեղ էլի մի քիչ քանի որ մարդիկ լավ Երևանը չգիտեմ, պատմությունը եւ այլն, ասեմ որ գիտեք մեր քաղաքապետը նշել ճարտարապետ, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ, մեր Երևանի իրականում 10 լավագույն ճարտարապետներից մեկի ֆենոմենալ Ջիմ Թորոսյանի նախագծով է, նաև Կասկադը։ Կասկադի գիտեք վերևի հատվածը նկատի ունեի։ Չէ, ամբողջը։ Նախ իրականում այդ վերևի հատվածը դա թամանյանական նախագիծ է, հյուսիսային ճառագայթի եւ հետագայում դառնում է հյուսիսային փողոցը եւ այլն։ Այդ նոր կառուցվելիք հատվածը։ Ամբողջը ինքը Թամանյանը ուզում էր որ երբ որ դուք մենք մանումենտով իջնում եք Ազատություն փողոցով, եզակի տեղերից որ Երևանը երևում է լավ։ Իրանք փորձել են նույնը անել Կոմիտաս հետ, այնտեղ ուղղակի խնդիրներ եղավ այդ Մերգելանից եւ մի քիչ թեկությունը բան հարմար չէր, բայց Թամանյանի տղան դա փորձեց իրականացնել Կիևյան
փողոցով, որտեվ այդ բարեկամություն հրապարակից, հա, այդ Քոչար Կոմիտաս Կայսյան միջև Կիևյան կամուրջ, այդ ամբողջությամբ զարգի դեպքերից մի ճարտարապետ արել բոլոր շենքերը հրապարակը, բայց իհարկե ցավոք մենք տգեղացրեցինք այդ էստակադայով այդ հրապարակից բան չենք թողել, բայց դեռ հույսեր կան եւ փորձեց Գևորգ Թամանյան հոր շարունակել այդ ստանալ դեպի Աջափնյակ, բայց Ազատության մանումենտի պողոտայի առումով ասեմ ձեզ եւ շատ մեծ քննարկումներ կա, որ 50-ամյակը պետք է կառուցեն եւ այդ Երևանի այդ դիտակետը, չէ՞, նույն Ջիմ Թորոսյանը հետագայում դեռ միացավ նաեւ Սարգիս Գուրզադյանը այդ բռնադատվածների այդ հուշահամալիրով, հետո միացավ նաեւ չէին կարողանում ավարտել այդ Ստելայի բանի հարց, Աբելիսկի հարցը, հետո գիտեք այդ հայտի պատմությունը, երբ որ Ռաֆայել Իսրայելյանը հուշեց, որ այդ մեր սահմանային բանն է դրած։ Ինքը սովետական միության միանալու 50-ամյակի արձանի վրա ժամանակին, հասկանում եք, Կարեն Սերոփիչը, չգիտեմ, իհարկե շատ բոլորը մեծ ներդրում են ունեցել այդտեղ, սաղ ճարտարապետներ, բայց իհարկե նաև Ջիմ Թորոսյանի եւ Իսրայելյան Ռաֆոյի շնորհիվ դրել են հին ուրարտական Եվանի կամ թագավորության ժամանակվա այդ մեր սահմանային բանը, խորհրդանիշը։ Սա կառուցել է Ջիմ Թորոսյանը, որպես խմբի ղեկավար, վերև 50-ամյակն եմ ասում, Գուրզադյանի եւ Իսրայելյան Ռաֆոյի, հիմնականում Ջիմ Պետրովիչը։ Ապա չգիտեն կասկադը ոնց բերեն գումարներով, կապեցին 60-ամյակը, 10 տարի անց, սկսեցին նախագիծը քննարկել արդեն։ Երբ որ քննարկում էին, դա կոչվում էր Հայաստան նախագիծ։ Հայաստանի վերածնունդ էին քննարկում, դառավ Հայաստան, կասկա չէին կարա դեն ժամանակ Գաֆեջյան եւ այլն չկար։ Բայց ինքը նաեւ դիտում էր որպես տրանսպորտային հանգույց, հիմքը նաեւ դա էր, ոնց է, չէ՞, մետրոյի հայտնի պատմությունը գիտեք, որ մի քիչ տենց Չակերտ Ալֆերոսեն ասել են տրամվային կան, բայց դե միտը մտան գետիտակ, հետո դառավ մետրո։ Նույնպես է, ոնց որ ասել են սովետական միության միանալ 60-ամյակի պետություն Ռուսաստանը փող տա, հա, սովետական միությունը։ Նաև տրանսպորտապետ, որպեսզի 26 կոմիսարներ, այսինքն Արաբկիրի շրջանը Զեյթունը կապեն բնակիչները ոտով գնան գան։ Այսինքն այն ժամանակ մարդիկ արդեն մտածում են, որ պիտի շատ ոտքով քայլես։ Կառուցում են դա։ Ցավոք երկրաշարժը եւ անկախությունը բոլոր իրանց այդ վատ կողմերը կիսատա մնում։ Բայց եւ պատկերացնում վերևինը նույն ճարտարապետինն է, այսինքն 50-ամյակը, Կասկադը նույն ճարտարապետն է, բնականաբար ելի արդեն միացել է մյուս մեծ շատ տաղանդաշատ այն ժամանակ երիտասարդ, բայց Ասլան Մխիթարյանը, որ եղել է գլխավոր ճարտարապետը Կասկադի, ղեկավար եղել է Ջիմ Թորոսյանը, բայց գլխավոր ճարտարապետը եղել է հենց իր սաներից Ասլան Մխիթարյանը, եւս Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ, եւ սա պետք է գար միանար։ Սա ընդհանրապես ֆինանսները չի հերիք է, հասկանում եք։ Որոշել է ժամանակին խնդիրը իհարկե, ինչքան մենք շնորհակալ ենք Ջերարդ Գաֆեջյանին, մի պա առանց հասկանալու ասեցին եկեք քննարկենք տարբեր ճարտարապետ։ Ես ինքս երբ որ արտադրության նախարարի խորհրդականի մասնակցել եմ այդ քննարկումներին որպես ինվեստիցիա, իհարկե մասով, այնտեղ շատ քաղաքաշինական խնդիրներ կան, դատաների հետ, այնտեղ հիշում եք կաֆեներ կան Կասկադում, սեփականատերեր եկե կպել էին, սեփական տներ էին ուզում արդեն սարքեին, Պարիսներ էին դեր։ Մենք այդ սաղ ազատեցինք, որ Գաֆեջյանին տանք։ Բայց հիմա ինչ որ մեկը ֆրանսիացի մի ճարտարապետ, որը երբևէ համոզված է միջև չեր եղել Երևանում, ինչ որ մի հատ նկաներ են ուղարկի, ասել մի բան գծի, այսինքն մարդը չգիտի այդ պատմությունը, ես ինչ եմ շեշտում 50-ամյակ, Իսրայելյան Ռաֆո, սահմանային հայտ Կասկադի ընդհանուր այդ Գուրզադյանի շնորհիվ էլ չեմ ասում Գրիգոր Խանջյանին սիրուն պանոները արի Արտաշես Հովսեփյան ինչքան աշխատանք արված եւ հայկական ոգի դրված շնորհիվ ել եմ կրկնում Ալեքսանդր Թամանյանի նախագծի։ Մեր ֆրանսիացի գալիս է, կառուցում է մի բան, շատ գեշ, շատ խոշոր, որը ոչ մի բանի հետ կապված չի բացարձակապես եւ այստեղ տարական հարց կա, նախ հարգանք իրավական ժառանգներին շատ լավ դիրքորոշում ունի Տիկին Անահիտը Թարխանյան չէ, Թորոսյան, Ջիմ Թորոսյանի աղջիկը, շատ լավ ինքն է իրավ հաջորդ, հա, ոնց որ ժառանգը, Սարգիս Գուրզադյանին, Մարիամ Գուրզադյան թորնուին եւ բնականաբար Ասլան Մխիթարյան, ուրեմն նայեք, որ դուք հասկանաք ինչքան ինտելիգենտ եւ ճիշտ կեցված են մտավորականի բան, որ երեքին չեն ուզում, այսինքն նեղացն է, որովհետեւ բարձում է վերջինը եւ Գուրզադյանը ունեց առանձին նախագիծ եւ Ջիմ Թորոսյանն ունեցա եւ Ասլան Մխիթարյանը, բայց բնականաբար Ասլան Մխիթարյանը ճանաչողները գիտեն թե ինչ պրոֆեսիոնալ եւ ինչ համեստ անձնավորություն է եւ դրա համար էլ շատերը փորձում են չարաշահել դա, որ պարոն Մխիթարյանը ասում է, ես չեմ ասում իմը, որովհետեւ ինքը միակ հիմա իրավականում կարա ավարտի։ Ես ունենք մենք առաջարկում ենք տարբեր ճարտարապետներ, ճարտարապետական տեսաբաններ, ինչպիսին Կարեն Բալյանն է, Միսակը Խոստիկյան, Դավիթ Ստեփանյան, տարբեր այս առիթների, չգիտեմ, Արսենը Կարապետյան, մեր բոլորը որ սրտացավ են,
Այդ մարդիկ ասում են պետք է ավարտվի որպես նախագիծը հեղինակային 1, բայց սա հարց ունի երկու խնդիր, Ռոբերտ ջան, որ ինձ ավելի անհանգստացնում։ Անկամ եթե հիմա որոշեն, որ պետք է անեն հեղինակային նախագիծը շարունակեն, հիմա գալիս եմ ձեր ասած ամենակարևոր բնապահպանական խնդիրն։ Դրա գինը ո՞րն է։ Դրա գինը նա է, որ ինչ որ մեկին պետք է տան Կասկադից մինչև Մատենադարան ընկած մոտավորապես օրինակ 10 հեկտար տարածքը։ Իսկ դա Երևանի եւ հատկապես կենտրոնի եզակի մնացած տարածքն կարա լինի այդ իրանց ասած ուրբան անտառը։ Մենակ դա կարա լինի։ Եվ դուք պատկերացնում եք, որ հիմա ասելով ի՞նչն է կա։ Դե հիմա արդեն այդ պայմանագրով տենց ասում է, դե այդ մարդը պիտի փող դնի 50 միլիոն դրամ, $, ասում է որտից այդ մարդուն 50, եկեք տանք են կողքը կառուցապատի, լեզ միամիտներին նայեք, որ հետո ինքը այդ փողը կդնի։ Նախ կառուցապատողի հետ որևէ խնդիր չունեմ, անձամբ ճանաչում եմ, շատ հարգում սիրում եմ, շատ լավ կառուցապատող տղա է, հայրենասեր տղա է, իրան այլ շնորհակալություն պետք է հայտնել, որտեղ էս վերջին մեր Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմը, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ ինքնաֆինանսավոր է, ջերմ բարևներ, բայց Երևանի շահից ավել որևէ բան չունի հատկապես ինձ համար։ Ուրեմն Կասկադից միջև Մատենադարան նախագծում են, ես լսել եմ 60 մետր բարձրությամբ շենքեր։ Այսինքն ուրեմն այդ քանի շենք պետք է կառուցեն, իսկ 60 մետր որ դուք պատկերացնեք, Երևան քաղաքի այդ շպիլը, քաղաքը 47 մետր է։ Պատկերացնում եք, այդ ինչ ասում ենք օրինակ մոտավորապես անում է 18 հարգանի շենքեր, ինչքան պետք է շենք կառուցես, որ կարողանաս դրա գումարով դնես 50,000 քառակուսի մետրանոց այդ թանգարանը ժամանակակից արվեստի թանգարանը կառուցես։ Ռոբերտ ջան, ես շատ ցավում եմ, բայց եթե մենք հիմա միասին քայլենք գնանք ժամանակակից արվեստի թանգարան, ասենք մաքսիմում 1000 քանի քառակուսի պիտի լինի։ Այդ մարդիկ ցուցադրելու էլ բան չունեն, որովհետև Վիգիցյանից հետո ցավում եմ, հզոր մարդը չկարողացան նոր հզոր բան անեն։ Նփակի վիճակը տեսնում ենք խայտարակին չասեմ, բայց տենց ոչ մի բան էս քանի տարի մի հատ ակնառու որևէ տենց դրական, որևէ մի հատ ուժեղ բան չի արել նփակը, որ էլի քաղաքապետն է կարելի ասել։ Հայ արտը այդ բոճկաները, չէ, հայտնի այդ Սարյան եւ Մաշտոցի Խաչմերուկի այդ բոճկաները, էլի ասենք սուպեր մարտիկ փորձեցին լավ տնօրիներ նշանակում, բայց չեն կարողանում, ասենք ջրի հարցն հայ արտում ջուր է թափում։ Բայց եթե օրինակը հիմա բերեն, որ Երևանցին ավելի լավ հասկանա ինչա կատարվում, նույն ժամանակակից արվեստի թանգարան այդ Մաշտոցի վրա, չէ՞, ինչ արեցին։ Շենքի տակն էր, որը ժամանակին լավագույն մեր մոդեռնիստական շենքերից էր, այդ ամբողջ առաջարկը ժամանակակից արվեստներ, թանգարաններ։ Դիմացը քաղաքապետարան են ժամանակ, Հասրացյանի ժամանակ։ Տվել էին, որ հիշում եք գազոն էր։ Մի քանի հազար մետր գազոն էր, որ ոնց է հիմա դրված Կասկադում, չէ՞, արդեն ավելի մի քիչ տենց մոնումենտալ արձան է ժամանակակից արվեստի դրվել է տեղ։ Հետո որոշեցին այն ժամանակվա, չգիտեմ ով էր քաղաքապետերը, որոշեցին այդ գազոնը ժամանակակից արվեստի, ասին մեզ մի փոքր տեղ չի հերիքում։ Ուրեմն ժամանակակից արվեստին տվեցին ընդամենը 6-7%-ը, մուտքը պրոսպեկտի զոնա մեկ խայտարակ գեշ մի հատ կառույց է, ասենք կողքն դեղ թերթի բուտկից սկսած, ծաղիկ են, հեռախոսի չեխոլ են ծախում պրոսպեկտի վրա, հասկանում եք։ Այդ ամենա մեր հիմնական ամենազնակովի փողոցը պետք է լիներ։ Այդ գեշ սարքեցին ընդամենը յանի մի հատ ցուցասրահ ժամանակակից արվեստը կոտորել էր բաներ անելու, բայց ինչ արեցին վերջում այդ 10-ը բուծիկներ սարքեցին։ Մի հատ գնացեք անցեք, տեսեք սազում է Մաշտոց բողոքային։ Այսինքն սա նույն գործարքն է, Ռոբերտ ջան, նույն գործարքը։ Նույն ինչ որ արեցին Սևան հյուրանոցի գլխի, նույն ինչ որ արեցին երիտասարդական պալատի գլխի, եւ շատ զարմացած եմ, երբ որ հայտարարեցին, որ ճարտարապետների հետ բան այդ կառուցապատող հանդիպում, նախ ճարտարապետները 3 հար ճարտարապետից այնտեղ ընդհանրապես ներկա էր 6 թե 8 հոգի են ճարտարապետական պալատի խորհուրդը թերթում կարդացի, հասկացա, որ այդ մարդիկ ինչ որ մի ձև աֆիլիированы են պետության հետ, այսինքն պետական, ես էլ եմ շատ ցավում էլի հարգանքով ճարտարապետական պալատի եւ նախագահի հանդեպ, ես շատ հարգում եմ պարոն Ալեքսանդրին, բայց եւ իրենց որ արդեն հայտարարություն արեցին, որ պետք է եւս մեկ անգամ մտածել, բայց ես կասկածում եմ, մենք տեսել ենք ոնց է Երևանի դիմագիծը կորցրել, հասկանում եք, նույն կասկածելի բանը արեցին, լավ, հələ գոնե Դոմ կինոն թողեցին, բայց այդ Դոմ կինոն ինքը, հասկանում եք, այդ գլխավոր պողոտայի, այդ Խանջյան փողոցի Վարդան Մամիկոնյանի արձանի այդ օղակած ձևայգում այդ շատ հետաքրքիր անսամբլի մեջ էր։ Հիմա Դոմ կինոն մնացել է ինչ որ տես կիսապատվալային մի հատ շենքի տակ, ինչ որ մի հատ կառուցապատող եկավ սարքեց, որտեղ ժամանակին քաղաքապետը չգիտեմ ով էր, տեղում չէր երևի, սխալ քաղաքաբան տվեց։ Հիմա նույնը էլ եմ ասում, անում են, բայց եթե Կասկադից այս կողմ դեպի Անտարային, Վերին Անտարային այդ բանը Գևորգ փողոցները եւ դեպի այս կողմ, դեպի Սարմեն, պատկերացրեք ազգային ժողովի դիմացը որ կա, չէ, ակադեմիայի
Այդտեղ մոտավորապես 150 հատ սեփականատև կառուցապատող կային։ Հիմա այդ ամբողջ այդ նույն չափով հողը տալիս են ընդամենը մեկին։ Վաղը չմիսօրը այսօրվա քաղաքապետը կարողա չլինի, հասկանում եք։ Ինքը այսօր կա, տեսնում եք ինչ արագությամբ փոխվում են Երևանի քաղաքապետերը։ Նույնը մենք արդեն մի հատ ունեցել ենք նախին քաղաքապետերից մեկը ընդամենը աշխատեց մի քանի ամիս, ապականեց Աբովյան փողոցին Երևան ժանցի դիմացը տվեց 18 հարգանի շենքի շինթույլտվություն ու գնաց այդ մարդ։ Ինքը իր վատությունը արեց գնաց։ Հիմա նույնը անելու են, մենք կգնելու ենք Սևան հյուրանոցի օրը, օրինակ, նա ունենա լավ իրավաբաններ, որևէ մեկը ես ամենայն հարգանքով կառուցապատողին երկար կյանք տավ առողջություն ու ֆինանսական բարեկեցություն, բայց Աստված ոչանի ոնց որ երիտասարդական պալատի օր ընկավ, չէ՞, մենք նույն ունելու ենք, այսինքն ստացվել է մի հատ կառուցապատող ունենալու է քաղաքապետի ինչ որ մի հատ կասկածելի գիշերային առանց ավականու հետ քննարկելու, առանց մասնագետների հետ քվարկելու, առանց բանի, կառավարության որևէ այն ժամանակ ունե ձևական ասում էին բան հանրային քերակաշ Շահբան չէ, Ֆիրդուսի հետ տենց անիծեցին եւ այդ Ֆիրդուսի բնակիչներին եւ տենց մինչև հոգու խորքը վիրավորեցին։ Սա ինչ որ մեկը տալու են կառուցապատում, ասենք եթե Գրիգորը լավ տղա է, ինքը ես համոզված եմ, ինքը Երևանը սիրում է, ստորություն չանի քաղաքի հանդեպ, եթե անգամ եթե ինչ ուզում են կառուցապատում, մի փոքր մաս, բայց ես դրա դեմ եմ։ Բայց եթե ինքը օրինակ որոշեց մեկը վաճառի մեկին, այդ մեկն է վաճառեց, որտեղ մենք նույն խնդիրը օրինակ ունենք Կինո Մոսկվայի դիմաց հետևի մասը, Թումանյանից է, Ինեկո բանկի հետևը։ Նկարիչների միության նախագահներից մեկը ժամանակին վաճառել է նկարիչների միության այդ բացօթյա մասը, որ պետքա լիներ, մենք անցել ենք դրա մեջով։ Հիմա Երևանի ամենակենտրոնական, ամենաթանկ կարևոր տեղը մնացել է ինչ որ բանկում զալոգ։ Հասկանում եք։ Բոլորը լավ գիտեն, որ մեր այդ բանկում զալոգա այդ Կինո Մոսկվայի նկարիչների միության այդ մասով, հիմա ես դրա համար եմ վախում։ Եթե մենք այդ իսկ 10 հեկտարը միանշանակ, ես ուզում եմ նաև երևանցիներ իմանան, հատկապես նաև կենտրոնի բնակիչները, որ դա հարգելիներս այս Թումանյանի ծառը մենք ասենք դատվելու են մի օր, բայց այս մեկը այդ փոխվել է, որտեղ այդ հուդա-ծառը մայթի ծառ չէ, հիմա տնկել են, երեկվա տնկածները սաղ կդրտած, որտեղ սխալ ծառ են բերել։ Դա պարտեզային ծառ, որտեղ այդ ճյուղերը մի օր մտնելու է մեկի աչքը դատի տան, բայց այս 10 հեկտարը կլինի 5 հեկտարը, որ այդ Կասկադից միջև Մատենադանը չի կարելի որևէ կերպ, չի կարելի որևէ պատրվակով ընդհանրապես օտարել։ Սա պետք է մնա համայնքային Երևանին պատկան հող եւ դա պետք է կանաչապատել եւ լինի անպայման հնարավորին անտառին մոտիկ կանաչապատ տարածք։ Շնորհակալ եմ պարոն Մնացականյան։ Հարգելի հեռուստադիտողներ, Երևանային խնդիրները քննարկում ենք Վիկտոր Մնացականյանի հետ։